Մասնագիտություն։ Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, YouTube-յան, Facebook-յան էջերում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որին կարծում եմ, որ արհեստական բանականությունը չի սպառնում այս մասնագիտությանը, թե որն է այն, նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Գեղեցիկ եւ դիտարժան բեմադրություն, ներդաշնակ զույգեր, շքեղ բեմական հագուստներ, գրավիչ երաժշտություն, ֆիզիկական անթերի կեցվածք, բացառիկ ճկունություն, ռիթմի զգացողություն, զգացմունքայնություն, բարձր տեխնիկա, մեծ արտիստիզմ, զուգընկերների միջև անթերի փոխըմբռնում, մեծ ջանքեր, նվիրվածություն, համբավ, հիացմունք, ճանաչում, փառք, հանդիսատեսի ինքնամոռաց սեր, ծաղկեփնջեր, ծափահարություններ, հյուրախաղեր, երկար տարիների քրտնաջան աշխատանք, անվերջ մարզումներ, հանդիսատեսի աչքերից թաքնված բազմաթիվ դժվարություններ։ Այս ամենին միավորողը տպավորիչ ու ազդեցիկ, զգացմունքային ու դիտարժան սպորտային պարերն են։ Սպորտի եւ արվեստի համադրություն, որ հրճվանք է պատճառում գեղեցիկի սիրահարներին։ Սպորտային պարերը ոչ միայն սիրված են, այլև վայելում են համաշխարհային հռչակ եւ ճանաչում։ Հետաքրքրությունն ամբողջ աշխարհում բավականին մեծ է։ Եթե որոշել եք ընտրել այս անչափ հրապուրիչ մասնագիտությունն ու ծնունդ տալ բեմական հրաշագեղ ստեղծագործությունների, պատրաստ եք անցնել բարդ, բայց միևնույն ժամանակ հրապուրիչ ճանապարհ, ապա վստահաբար կարող եք ընտրել այս մասնագիտությունը։ Իմ զրուցակիցն է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի Հրանտ Շահինյանի անվան մանրամարզության սպորտային պարերի, գեղասահքի եւ շախմատի ամբիոնի դասախոս, Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն, մրցավարական կոլեգիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Լևոն Վերմիշյանը։ Բարև ձեզ, պարոն Վերմիշյան, այս որ թվարկեցի, պարզ է, որ դուք բոլոր հարցերին կարող եք պատասխանել արդեն սպորտային պարերին վերաբերող։ Ողջունում եմ ձեզ, պարոն Զաքարյան, շատ ուրախ եմ գտնվել այստեղ, մեծ ողջավորությամբ եմ ընդունել ձեր հրավերը, փորձենք բարձրաբանել, լուսաբանել սպորտային պարերը։ Դե սպորտային պարեր ինձ թվում է բոլորը լսել են, բայց այդքան ծանոթ չեն։ Ցավոք Հայաստանում այդքան էլ ծանոթ չեն սպորտային պարերին։ Ես օրինակ հիշում եմ, որ առաջի անգամ դեռ խորհրդային ժամանակ ամերիկյան հոլիվուդյան ֆիլմերից այդպիսի ֆիլմ կար Ուժասպարտիերին գնդակահարում են այնպես չէ, Ջեյն Ֆոնդան էր խաղում այդ ֆիլմով, ասենք իմացանք, որ ասենք սպորտային պարեր կան, այնտեղ իհարկե այդ ֆիլմը դաժան էր, պարում էին այնքան, ինչքան չգիտեմ, որ օրերով, ով ամենից շատ կդիմանա, հա։ Իհարկե երևի սպորտային պարերը մի քիչ այլ են, ինչ որ մենք հիմա խոսելու ենք, այդ դիմացկունության մասին չի, չնայած երևի դիմացկունությունն էլ կարևոր է։ Հիմա ասում ենք սպորտային պարեր, բայց քանի ձև կա, ինչպես է եւ այլն, կուզեի որ դուք ներկայացնեք։ Մի փոքր սկզբում ասեմ, որ հենց սպորտային բառը դուրիմացություն է առաջացնում այն պատճառով, որ նախկինում դա կոչվել է ուղղակի պարանդեսային պարեր, անվանափոխվել է, դարձել է սպորտային պարեր, ավելի մոտիկ են կանել դες սպորտին, այսինքն նույն բանն է, նաև անվանում են մարզական պարեր։ Ու երեք տարբերակներ կա, բայց հիմնականում արդեն ընդունված է որպես սպորտային պարեր, միջազգայինորեն եւ այլն։ Ինքը երկու ոճ ունի, երկու ոճ, լատինամերիկյան պարաձև եւ եվրոպական պարաձև, ամեն պարաձևերում կան 5 պար, ընդհանուր 10 պարով մարզիկները, զույգերը մրցում են իրար հետ։ Դա ամեն մեկի մեջ ուրեմն 5 պար, այո։ Լատինամերիկյան պարերն են սամբան, չաչաչան, ռումբան, պասոդոպոլե ջայֆը եւ եվրոպականները դանդաղ վալսը, տանգոն, վիեննական վալսը, դանդաղ ֆոքստրոտ եւ քուիկստեփ։ Ընդհանուր 10 պար։ Հիմա որ մեկը ուզում է այ սպորտային պարերի, չգիտեմ, մասնագետ դառնա եւ այլն, նա այդ բոլոր պարերը պիտի սովորի, ինչպես է դա, ասենք, լինում։ Բոլորն են սովորում, թե մասնագիտանում են, ասենք, 1-2-ի վրա, ինչպես։ Սկզբնականում սկսում են միանգամից երկու ճյուղից՝ լատինամերիկյան, եվրոպականից։ Որոշակի տարիքում իրանք արդեն կարող են ընտրել, որ ճյուղը հմտանալ միայն այդ ճյուղի մեջ, բայց սկզբնական շրջանում թե անհատները, աղջիկները, թե զույգերը միանշանակ պետք է սովորեն համ եվրոպական, համ լատինամերիկյան պարաձևը։ Նույնիսկ մեր ֆեդերացիայում փոքր տարիքի զույգերը պարտադրված է, որ երկու պարավոճով մասնակցեն մրցումների, ոչ թե մեկով։ Այդ դուք ասացիք զույգեր ու անհատներ, այսինքն կա որ
զույգով չեն ապարում, հա, մենակ են ապարում։ Ամենացավոտ թեմաները մեր, որ տղաների հոսքը շատ կտրուկ նվազում է վերջին տարիներին, առաջ մենք էլ չենք պատկերացնի, որ կարելի է սպորտային պարերը մենակով ապարել, որտեղ մենք միշտ դա համարվել է զուգապարերի խումբ են։ Տղաների կտրուկ նվազման հետևանքով ստեղծվել է անհրաժեշտություն է ցակել, որպեսզի աղջիկները, որպեսզի չթողեն այդ պարաձևը, իրենք էլ կարողանան մրցել, հա, առանց տղայի, սոլո կատեգորիա կա։ Ուղղակի աղջիկները իրանցով առանց տղայի միասին մրցում են, բայց նույն պարերով ոնց որ զույգով կպարեին։ Դա երևի Հայաստանում թե ընդհանրապես։ Հայաստանում ավելի շատ, բայց ընդհանուր տենդենսը նվազում է տղաների, հա, կա շատ ցավալի փաստ է։ Մեր մոտ ավելի շատ։ Իսկ այ Հայաստանում հետաքրքիր է որքան է տարածված, այսինքն այսպես միայն Երևանում է, թե կա նաև Գյումրիում, Վանաձորում, հետաքրքիր է։ Իհարկե, ամեն բան շրջանում մարզերում ունենք, մենակ Երևանով չենք սահմանափակվում, Էջմիածնում ունենք, Վանաձորում ունենք, Սպիտակում, Գյումրիում, Ղափանում, Աբովյանում կան, ամենաբոլոր մարզերում կան։ Իսկ այ ինչ է պետք հիմնականը սովորաբար հաճախ օրինակ մարզերում այդ գույքի հարց է առաջ գալիս, չգիտեմ դահլիճի եւ այլն։ Այս մարզաձևին ինչ է պետք։ Երևի դահլիճ, հա, հիմնականում։ Այո, դահլիճ մանրահատակով իհարկե, հայլի եւ հանդերձանքից իր կոշիկ շորեր առաջի անհրաժեշտության համար։ Դե ինձ թվում է երևի, չգիտեմ, մրցումների ժամանակ պիտի հագնվեն, չգիտեմ, պատշաճ։ Մտածում եմ, այնպես կարող են։ Այո, փորձերի ժամանակ հայերքը ինչ ուզեն են կարող են հագնել, իհարկե, հա, սպեցով կանա, բայց մրցումների ժամանակ շորը, բայց կոշիկը մնում է նույնը, նույնով պետք է պարապել անեն, պարապմունք անեն եւ գան մրցումի տեղը մանրահատակի վրա նույն կոշիկը անհրաժեշտ է։ Բայց դա կոշիկ է, թե մաշիկ է, ինչ է։ Կոշիկ պիտի լինի, հա։ Աղջկանը առանձին, տղային առանձին, նույնիսկ եվրոպական պարաձևին առանձին, ուրիշ կոշիկ է, լատինամերիկյանն ուրիշ կոշիկ է։ Իսկ այդ կոշիկները, ասենք, վաճառվում են ազատ թե պիտի պատվիրել։ Կան խանութներ մասնագիտացված պարային, որտեղից գնում են Հայաստանում, հա։ Կան վարպետներ, որոնք պատրաստում են, դիմում ենք իրանց, պատրաստում են, այո։ Հիմա ես հասկանում եմ, բայց որպեսզի ընդունվեն, ասենք, համալսարան, դե պիտի արդեն բավականին մեծ են, պիտի ավարտեն, չէ, դպրոց, ավագ դպրոց եւ այլն։ Բայց արդյոք այդ ուժ չի, ասենք, այդ բար սովորելու համար։ Երևի խմբեր կան եւ այլն, որ գնում են պարապելու, չէ, այդ։ Այո, կան խմբեր, շատ խմբեր կան, բոլորն էլ եթե ուզում են մասնագիտանան, որոշակի բազա պետք է ունենան, որը որ քննություն են հանձնում ինստիտուտում, հա, որոշակի հիմնական բազան է, ամեն բարից մի քանի հիմնական շարժումներ տալիս են քննություն, ստանում են իրենց միավորները, բացի դա էլ նաև ընդհանուր ֆիզիկական պատրաստության քննություն կա, երկու քննությունով ընդունում են ինստիտուտ եւ մասնագիտանում ավելի խորը մեր ինստիտուտում, կոնկրետ սպորտային բարից։ Ուրեմն երկու քննություն են տալիս, հա, ընդունվելուց։ Հայոց լեզուն գալիս է իրենց ավարտականից, հա, մասնագիտություն եւ ընդհանուր ֆիզիկական պատրաստություն։ Մասնագիտության քննությունն էլ 3 տիպի է, առաջինը լատինամերիկյան պարաձևի, երկրորդը եվրոպական եւ երրորդը ինչ որ մի պարային, որը իրանք ընտրում են, պարային կտոր, որպեսզի իրենց պարներ տեսնեն, ոչ թե միայն շարժում ցույց տալը։ Լավ, ուրեմն պարզ է, որ պիտի անպայման պարապեն պարը, հա, մինչև այդ պիտի իմանան ինչ որ բան, այնպես է, հենց այնպես չեն կարող գալ տալ, էլի։ Որոշակի բազա պետք է ունենա, այո, տիրապետեն, հիմնականներին։ Իսկ այ հետաքրքիր է, այս կոնկուրս լինում է, թե չէ, քանի տեղ է եւ այս մասնագիտությամբ լինում է, թե չէ կոնկուրս։ Ցավով նշեմ, ավելի քիչ են դիմորդները, կոնկուրս շատ քիչ է լինում, դա ցավալ է։ Բայց մի կողմից զարմանում եմ, որտեվ դե սպորտային պարերը եւ այսպես նայում ես, նաեւ էսեն մասնագիտությունն է, որ նաեւ կյանքում, չգիտեմ, կենցաղում կարող են օգտագործել եւ հաճելի է, չէ՞, այսպես նայում։ Այո, համաձայն եմ ձեզ հետ, հա, բայց նորից կրկնվեմ, ցավոք դիմորդները քիչ են,
աշխատում ենք այդ ուղղությամբ իհարկե, թե ինստիտուտում, թե ֆեդերացիայում, փորձենք այդ սխալը ուղղել, միգուցե մերն այդ սխալը։ Իսկ հիմա Հայաստանում, որ այսպես նայենք, որքան parող կա, ասենք, որոնք այսպես լուրջ մակարդակ ունեն, խոսքը դե ասենք այն երեխաների մասին չէ, լուրջ, ասենք կա։ Սոլոներն են գերակշռում, որ խոսեցինք, աղջիկները, զույգերը ցավոք սրտի նշված պատճառով, տղաների քչության պատճառով քիչ են, բայց սոլոները բավականին շատ են ու ասեմ ձեզ, վերջին տարիներին շատ լուրջ արդյունքներ են ունենում միջազգային ասպարեզներում։ Այսինքն միջազգային ասպարեզում սոլոների մրցույթներ էլ կան։ Այո, կան աշխարհի առաջնություն Եվրոպայի, թե եվրոպական պարաձևով, թե լատինամերիկյան պարաձևով կա։ Անցկացվում է, մենք մասնակցում ենք, նորից ասեմ, մեր բալիկները լուրջ արդյունքներ են ցուցադրում։ Նաև Հայաստանի առաջնությունը չէ երևի անցկացվում միշտ։ Այո, ամեն տարի Հայաստանի առաջնություն, պաշտոնական առաջնություն, բաց առաջնություն եւ ակումբներ կան, որոնք ամեն տարի իրենց առաջնություններն ակումբային առաջնություն, այո, ակումբային առաջնություններ, բոլորս մասնակցում ենք այդ ակումբային առաջնություններին, այո։ Հիմա այդ տխուր է, հա, որ զույգերի խնդիր կա, բայց չունենք զույգեր, ասենք, որ կարող ենք ուղղակի քիչ են, հա։ Քիչ են շատ։ Հա, բայց մասնակցում ենք նաև զույգերով այդ մրցումներին։ Զույգերով էլ մասնակցում։ Երևի մեզ 2 տարվա մեջ այն փոքր սերունդը, ոնց որ տղաների հոսք նկատվում է, իհարկե քիչ, բայց գովելի եմ փաստ եմ նշում, ոնց որ տղաները մի քիչ սկսում են շատանալ փոքրիկ տարիքում։ Մեծահասակները քիչ են։ Այ հետարքիր է, այ ոնց են այ գնահատում դա, օրինակ մեզ համար հետարքիր է։ Չգիտեմ, այնտեղ ասենք մենք հեռուստատեսությամբ նայում ենք, ասենք օլիմպիական խաղերին, դե ինչն է մոտ, ասենք գեղասահքը որ կա, չէ, պարեր եւ այլն, մոտարապես նայում ենք ոնց են գնահատում եւ այլն։ Այս պարերը ինչպես են գնահատում այ հետարքիր է։ Կարող որ ինքս մրցավար եմ, ամեն ինչ բացատրեմ։ Ուրեմն շատ են հարցնում մեզ, թե ասենք 10-12 հոգի ապարում են, դուք ոնց եք հասցնում, հա, դատել կամ ինչին եք նայում, չէ, կամ իրոք կան կրիտերիաներ, նայած որ տարիքում, ամենափոքր տարիքում ունեն իրենց կրիտերիաները, մեծ տարիքում իրենց, փոքր տարիքում հիմնականում ուշադրություն ես դարձնում նախ երաժշտությունը լսում է թե ոչ, ամենակարևորը դա է, երաժշտությունից դուրս չպարի երեխան, այնտեղ ոտաթաթի աշխատանք, կրունկ, թաթ, մեջքի դիրք, զույգի կեցվածք, իսկ մեծ տարիքում այնտեղ արդեն կան թե ոնց են զգում զույգը, ինչպես են իրենց ներկայացնում տեխնիկական իմաստով, ամեն ինչին ուշադրություն դարձվում է։ Եվ մրցավարները լինում են միշտ շատ, 5-ից սկսած շատ 6-7, ընդհանուր համագումարով սկեյթինգ համակարգ կա, որը կոմպյուտերային որոշում է, թե արդյունքում ով անցավ հաջորդ փուլ, կամ ով հաղթեց, եզրափակիչ դուրս եկավ, եզրափակիչում ով հաղթեց։ Բայց ինչ որ բաներ կան, չգիտեմ, այսպես դիրեկտիվներ, որ ասենք սա պիտի այսպես գնահատվի նա այնպես, ինչ եմ ասում, որովհետև ասենք շատ կամովին կարող է լինել, չէ, այդ գնահատականը ըստ բանի, բայց կան օրինակ ձևեր, չգիտեմ, օրինակ ֆուտբոլում գիտենք, որ ասենք կան հատուկ ասում են, ասենք մրցավարներին, որ այս պարագայում դեղին քարտ պիտի ցույց տալ, այս պարագայում չէ, չգիտեմ։ Այսպիսի բան կա թե չէ։ Վիճելի լինում են իրավիճակներ, ոչ այդքան շատ, հիմնականում գիտեք ոնց է, նախ երեխային գնահատական տալու համար, հա, նախ չպետք է հաշվի առնես թե ով է ապարում, այսինքն նա նախկինում ինչ տեղ է գրավել, չեմպիոն է թե ոչ, ամեն անգամ մրցույթը ապարելուց երեխային նայում ես այնպես, իր նախկին արդյունքները պետք է հաշվի չառնես։ Դա առավելություն է տալիս, բայց կա նման տիպ, որ ասում են սուբյեկտիվ է, հա, երևի դա է պատճառը, որ 2000 թվականից մենք չենք կարողանում դեռ մտնել օլիմպիական մարզաձև, անդադ սպասում ենք ամեն օլիմպիականին, ճիշտ է, մենք ունենք մեր մեջ ֆեդերացիայում բրեյքդանսը, որը մեզ է պատկանում, նա արդեն նախորդ օլիմպիադային եղավ մարզաձև օլիմպիական, մենք դեռ ոչ։ Սպասում ենք հուսով, որ մենք էլ կմտնենք։ Հիմա բայց բրեյքդանսը այդքան կապ չունի, ձեր կարծես էլի կապ ունի, էլի ձեզ հետ էլի սպորտային բարը էլի նայում ես։ Որ նայում եք առաջի հայացքից տարբեր են, բայց պարաձև է եւ նաեւ բացի բրեյքդանսը ռոքնռոլն է մտածում մեր ֆեդերացիայում, մեր գիտայի տակ է ամեն ինչ արվում։ Իսկ Հայաստանում դա ոնց են այդ ձևերը կան։ Կանք մեր գոլեգիայում ունենք առանձին մարտիկ, ներկայացուցիչներ,
բրեյքդանսի ներկայացուցիչ, որ զբաղվում է այդ թևով եւ ռոք-ն-ռոլի ներկայացուցիչ։ Հիմա պարոն Վերմիշյան, ասում եք որ կա Ղափանում, Էշմիածնում եւ այլն։ Հիմա այդ մարզիչ ասենք երևի, չնայած արվեստ է նաեւ եւ սպորտ է։ Մարզիչ կարելի հանգիստ ասել։ Այդ մարզիչները բոլորը, ասենք, ավարտած, կրթված, ցեն թե ասենք իրենք բարել են եւ այսպես շարունակում են։ Մեծ մասը ինստիտուտում մեր մոտ չեն կրթվել, հա, իրանք ուղղակի բարել են ժամանակին, լավ արդյունքներ են ցույց տվել, բացել են իրենց խմբակները, ակումբները, պարապում են երեխաների հետ։ Զուտ մասնագիտական առումով մեր ինստիտուտ չեն ավարտել, բայց կան նաեւ մեկը ես ինքս եմ սովորել, ավարտել ինստիտուտում, որակավորում ստացել։ Իսկ դա պարտադիր է թե չէ, այսպես նայենք։ Երևի երեխաների հետ աշխատելը կարևոր է, չէ՞, ինչ որ կարևոր է մանկավարժական մեր ինստիտուտում բացի մարզիչը նաև մանկավարժական գիտելիքներ է ձեռք բերում, որը որ շատ կարևոր եմ համարում երեխաների շփման համար, շատ կարևոր դեր է դա, որտեվ սպորտ է նաև կա մրցույթ, որտեղ երեխան պարտվում է, դու պետք է ճիշտ խոսքերով իրան դուրս բերես այդ վիճակից հոգեբանական, շատ կարևոր է իհարկե մանկավարժության գիտելիքներով մարզիչ լինելը, այո։ Իսկ հետաքրքիր է մրցումներին ինչ է ինչքան է տևում, ասենք ինչ որ չափ կա, որ այսքան պիտի տևի, կամ չգիտեմ, այս պիտի հատակը այսպես լինի, այսքան տարածք եւ այդպիսի բաներ կան, թե չէ, ոնց որ ասենք, հա, կան։ Մանավանդ միջազգային մրցումներ կազմակերպելուց մանրատակի տարածքը կապ ունի, դա ստանդարտով կա, երկարությունը, տևողությունը տևում է կախված է մասնակիցների քանակից։ Անվանակարգերը շատ են, երեխան կարող է նույնիսկ 1 պարով մրցել, փոքրիկները, 2 պարով, 3 պարով, 5 պարով, զույգով, միայնակ, լատինամերիկյան ոճով, եվրոպական ոճով շատ են։ Կախված երեխաների քանակից տևողությունը երկար է։ Եթե նախ սենց է կատարվում, շատ մարզիկների դեպքում 1.8, 1.16-ից սկսում է, մրցում են, որոշակի մասը հաղթահարում են փուլը, դուրս են գալիս հաջորդ փուլ, մյուսները ոչ, այդպես 1/8 եզրափակիչ, 1/4 եզրափակիչ, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչում հայտնվում են հիմնականում 6 հոգի կամ 6 զույգ, իրանք արդեն մրցում են մրցանակային տեղերի համար, առաջ, երկրորդ, երրորդ տեղերի համար։ Հիմա այսպես որ նայում ենք, հետաքրքիր է, որ երկրներն են սպորտային բարի շատ ուժեղ, դե ենթադրում են, որ դե եվրոպականից երևի եվրոպական երկրները, հա, Միացյալ Նահանգներ եւ այլն, լատինամերիկյանից հավանաբար լատինամերիկյան երկրները թե կապ չունի։ Չէ, կապ չունի։ Պատկերացրեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ առաջնային դիրքերում չեն, ոչ վաղ անցյալում Ռուսաստանն էր միանշանակ շատ ուժեղ են, հիմա որոշակի պատճառներով, հա, չեն կարողանում մասնակցել։ Եվրոպական չառանձնացնեմ ինչ-որ մի երկրի, բայց եվրոպական երկրներ կան, որ միշտ ուժեղ եղել են, հիմա էլ կան, բայց կրկնեմ, մենք էլ արդեն մեր սոլոների առումով բավականին լուրջ արդյունքներ են ցույց տալիս։ Իսկ լատինամերիկացիները չէ, ասի, չէ, հիմնականում Եվրոպա։ Հիմնականում։ Այ երևի մի 4 տարի կլինի, 5 տարի Չինաստանն է ուժեղ շատ զարգանում, շատ ուժեղ, հա, շատ լավ զույգեր, շատ լավ աղջիկներ ունեն։ Միգուցե մի քանի տարի հետո գրավեն։ Դե Չինաստանը կարծես մենակ այդտեղ չի բոլոր ասպարեզներում ամեն ինչ գրավում, շատ լուրջ աշխատում են Չինաստանում, շատ։ Այ հետաքրքիր է, իսկ մենք այս հայերս, որ նայում ես, որ ուղղությամբ են ավելի այսպես հաջողվում, լատինամերիկյան թե եվրոպական։ Լատինամերիկյան, եվրոպականը չասեմ բարդ է, բայց ավելի շատ դիտարժանության առումով, շորերի գեղեցկության, շարժումների դինամիկայի առումով հիմնականում մեծ մասը գերադասում են լատինամերիկյան պարաձևը։ Ցավոք սրտի եվրոպական պարաձևը ավելի քիչ է։ Հա, մեզ մոտ Հայաստանում։ Հետաքրքիր է, երևի նաև այդ ինչ ասեմ, ավելի կար քոտեն այդ բարերը եւ այլն մեր էներգիային ավելի է բռնում այս տակ, հա, այսպես վերցնել։ Ես իմ ազնականով հակառակն եմ եղել, միշտ իմ ժամանակին որ ապրել եմ, միշտ եվրոպականն եմ սիրել։ Ու դրանով ավելի շատ ավելի արդյունքներ եմ ունեցել, քան Լատին Ամերիկա։ Ես նա եմ սիրել։ Հիմա ասենք որ մեզ
լսում են այդ երեխաները, ասենք մարդիկ որ ուզում են, ասենք գալ այս ուղությամբ, ասենք ծնողներին ինչ խորհուրդ տանք, ասենք քանի տարեկանից գնան եւ այլն, կա այդպիսի բան թե չէ։ Շատ փոքրիկ չէ, նու 4-5 տարեկանից կարծում եմ լավ է, Հնարավոր է, արդեն հնարավոր է, գոնե երեխան, որ ասում են աճ ցախ իմանա, հա, որ կանես հետո աշխատես, այդ տարիքում 4-5 տարեկան լրացածը լավ է։ Կան ակումբներ, որ միգուցե չհամաձայնվեն, ինձ հետ ավելի փոքրից վերցնեն, բայց կարծում եմ այդ տարիքում խաղային ինչ-որ տարբերակներով պետք է զբաղվեն, նոր մի քիչ մեծանա երեխան, որ կոնկրետ շարժում սովորացնես, որ կարողանա բեմ դուրս գա կամ նույնիսկ մրցի էլի, բացի համերգները, նաև մրցի։ Իսկ ում է 4-5 տարեկանը նորմալ է։ 4 տարեկանից նորմալ է։ Իսկ այ հետարքիր է, դա ես չգիտեմ, բայց դուք կիմանաք էլի, որ դա թանկ հաճույք է, ասենք ծնողների համար, ասենք տանելը։ Դե ես գիտեմ, որ տարբեր բաներ բարձր վճարովի են եւ այլն։ Գիտեք, ինձ ծնողի համար մեծ ծանրաբերություն գալիս է ֆինանսական առումով, երբ որ հասնում է երեխան այն մակարդակի, որ արդեն պետք է լուրջ մրցումների մասնակցի, դա գալիս է արդեն շորերի, հակուսների, թանկ մարզաձև է համարվում մերը, թանկ մարզաձև է, նայած ինչ որակի շոր, քարերը, ինչ տիպի քարեր վր են փայլուն քարերը։ Դե այդ արդեն պիտի հասնի ինչ-որ մակարդակի կան շորեր, հա, մեծահասակների կարգում նույնիսկ հազարավոր եվրոների մասին է խոսքը, մեկ շորը։ Հա, մեկ շորը։ Մեկ շորը։ Բայց այն պարապելու վճարները երևի այդքան մեծ չեն, հա։ Չէ, մատչելի են, բոլոր տեղերում մատչելի են, դա խնդիր չէ, կարծում եմ, խնդիրը ասեցի, այդ արդեն որ հասնում են մակարդակին, որ պետք է մրցումներ πάρեն, պարային շորերի, որտեվ երեխաները շուտ են մեծանում, անդադ շորերը պետքա փոխվի, կոշիկները, դա լրացուցիչ ծախսեր են, այո։ Իսկ այդ շորերը, ես չգիտեմ, ինչ որ հատուկ են, թե կարելի թե վերամշակում են, գնում են եւ այլն, թե հատուկ հենց պարային շորեր են։ Պարային շորեր կան վաճառքի, կան որ ծնողը դերձակին դիմում է, կարում են, հա։ Ընդ որում ամեն կարգ մեզ մոտ ունի իր պարային շորերը, կանոնակարգված։ Կանոնակարգ կա դրա։ 3 տեսակի շորեր կան, փոքրիկները մինչև 12 տարեկան պետք է պարտադիր լինեն միագույն, չի թույլատրվում, առանց փուլերի, առանց քարերի, առանց փայլոնի ինչ-որ բաներ, նույնիսկ առանց ծպքերի։ Միակը որ թույլատրվում է որպես երկուգույնանի, սև ու սպիտակն է։ Հետո 12-ից 14 տարեկան կարելի է մի քանի գույնով համադրությամբ անել, ծպքեր օգտագործել, բայց նորից առանց քարերի, առանց փուլերի, փայլուն ոչ մի բան, 14 տարեկանից վերև արդեն հագուստը ազատ է։ Արդեն ազատ է, ինչ ուզում են հագնում են։ Այդտեղ բացվածքներով, թևերը ոնց ուզի, մի թև լինի, չլինի, կանոնակարգված է ամեն ինչ։ Դե ինձ թվում է այստեղ տղաների հագուստը երևի այդքան էլ բարդ չի։ Այ դե ինչ որ ասեցի, հա, բայց տղաներ կա, հա։ Տղաներին։ Հիմնականում աղջկա շորի մասին է խոսքը, այո, աղջիկների։ Հայ, հիմա հետաքրքիր է, որ ասում ենք, մենք ինչքան այսօր պրոֆեսիոնալ, այսպես ասած, ունենք այս մարզաձևում պարողներ։ Ունենք այդպես պրոֆեսիոնալ։ Այո, կարելի ասել ունենք, որոնք հա մարզում են շատ լավ, սեմինարներ են վերցնում, նույնիսկ արտասահմանից եկածների, ուստեղ որ մենք միշտ միջազգային մրցումներ ենք անում, արտասահմանից մրցավարներ գալիս են, իրենց իրենց մոտ սեմինարներ են վերցնում, ավելի կատարելագործում են, որակները բարձրանում է բնականաբար, եւ դրսի մրցումներին ագին մասնակցություն են ունենում լավ արդյունքներով։ Իսկ որտեղ են հիմնականում այստեղ մրցում, ասենք որ ինչ դահլիճ է պետք, Դինամո, չգիտեմ, մարզամերգային եւ այլն, որտեղ են անցկացվում։ Գովաս չի, բայց կան դահլիճներ սպորտային եւ կան ուղղակի ոչ սպորտային, վարձակալում ենք, որպեսզի մեծ տարածք լինի, անում ենք միջազգային մրցումներ, այո։ Հիմա դե հուսանք որ այս օլիմպիական, եթե ես մտածում եմ, որ այս օլիմպիական մարզաձև լինելը ինչով են բոլորը նաեւ ձգտում, երևի ֆինանսավորմամբ, հա, որովհետև ես կարծում եմ, եթե օլիմպիական մարզաձև չի, տվյալ մարզաձևը, մեր նախարարությունը այդքան գումար չի հատկացնում, այդպես է թե չէ։ Գումար հատկացնում է, հատկացնում է, այո, ամեն տարի մենք գումարը, որը օգտագործում ենք միջազգային մրցումներ կազմակերպելու համար, բայց օլիմպիական դառնալու հետ մեկտեղ միգուցե չեմ կարող ասել, հա, ֆինանսավորումը շատանա, միգուցե դա։ Բայց ասում եմ, ձգտում ենք, ուզում ենք, այդ ուղղությամբ աշխատում ենք,
ոչ մենք միջազգային ֆեդերացիան, հա։ Տեսնենք ոնց կստացվի։ Կոնկրետ ես շատ եմ ուզում։ Եվ մեր թիմը։ Դե ես նայում եմ, որ եթե մի եվրոպականում 5 ձև այնտեղ է, 5 ձև այնտեղ է, այդ 10 ձևը տիրապետելը, այդ բարելը, այդ բավականին բարդ է։ Բարդ է, բարդ է եւ հետո ես հասկացա, որ ընտրում են մարդիկ եւ մեր երեխաները, մեր մարզիկները ավելի շատ այսպես բարձվեց, որ ընտրում են լատինամերիկյանը։ Հա։ Եվ երբ որ ընտրեցին լատինամերիկյանը, այնց հետաքրքիր է, այ որ մրցումներ են անցկացվում, պիտի այդ մի մարզիկը 5-ն էլ ցույց տա, թե մեկը այ ինչպես է դա լինում մրցումները։ Կախված կարգից։ Հա։ Չնայած արդեն եթե ես միջազգային կարգով է մասնակցում, պետք է 5 պարազավնել ցույց տա։ Այդ միջազգային կարգի այդպես է, հա, հերթականությամբ պիտի ցույց տա։ Հերթականությամբ գնում է, այո։ 5 բարը ապարում է, անցավ հաջորդ տուր նորից 5 բարը ապարում է, Մինչև այսպես։ եզրափակում նորից ապարում է 5 բարը։ Հա։ Շատ ֆիզիկական պատրաստություն է պետք, հա, որտեվ շատ էներգիա են ծախսում, հա, բարը ապարելուց, նույնիսկ մրցումների ժամանակ բարերը տևում 1-ից 1.5 րոպե։ Ավել չի կարելի, որտեվ ֆիզիկապես չեն կարողանալ։ Հա, դե 1.5 րոպեն եթե բազմապատկում ես այդ 5-ով անում է Բարեր կա նույնիսկ 1-ից 7 րոպե է անում, չէ։ մինչև 1 րոպե կամ 1-ից 1-10 վայրկյան ամենաարագ բարերից ունենք, որովհետև շատ ավելի էներգիա են ծախսում, դրանք 1 րոպեի սահմաններում։ Հա, որովհետև այ ես միշտ մտածում եի, էլի, հիմա եթե այդ բարերն են, այդ սպորտայինս էլ որն է, դե իվա բար է, հա, բայց այ որ ասում եք այդ 5-ը պիտի իրար հետևից բարեն ու ներկայացվեն, իսկապես դա լուրջ ֆիզիկական պատրաստական։ Մանավանդ եզրափակում, որ երեխաները դուրս են գալիս մանրահատակ, այնտեղ էլ հանգստանալու տարբերակ չունեն։ Մեկ բարը բարեցին, ընդհանրապես մի քանի վայրկյան հետո հաջորդ երաշտություն են դնում, բարում են։ Իսկ կիսաեզրափակում, եթե շատ են, կես-կես են դուրս գալիս մանրահատակ, շնչելու հնարավորություն ունենում են։ Եզրափակում դա չունես։ Շատ պետք է ֆիզիկական պատրաստված լինես, որ այդ էներգիան ծախսես ու չհոգնես։ Դե հիմա ովքեր մեզ լսում են, դե ես հասկացա, որ այն մարդիկ, որոնք ընդհանրապես ասենք չեն ապարել, չեն կարող գալ, ասենք ձեզ մոտ սովորել, բայց ովքեր ասենք ապարում են, մի քիչ էլ նախապատրաստվեն, ասենք կարող են գալ։ Եվ քննությունները երբ ձեր մոտ երբ է հուլիսի սկիզբ, ուրեմն այն ովքեր չգիտեն, ովքեր մեզ լսում են, թող իմանան, որ Հայաստանում վաղուց, ասենք, կա այդ սպորտային պարեր մասնագիտությունը շուրջ 20 տարի, եւ ինչպես գիտեք, դա շատ գեղեցիկ մասնագիտություն է, եւ եթե ուզում են, ասենք, իսկապես խորությամբ տիրապետեն, ունենան բարձրագույն որակավորում, եւ հետո կարող են թե ապարել, թե մարզել, չէ, ավարտելուց հետո այսպես կարող են կանել, ուրեմն մեր ֆիզկուլտուրայի ինստիտուտում այդ հնարավորությունը կա։ Շնորհակալ եմ, որ եկաք, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության սպորտային պարերի, գեղասահքի եւ շախմատի ամբիոնի դասախոս, Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն, մրցավարական կոլեգիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Լևոն Վերմիշյանը։ Նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն